2026 թվականի առաջին կիսամյակում ներքին գործերի նախարարության համակարգում իրականացվել է 680 ծառայողական քննություն և ուսումնասիրություն։ Խախտումները հիմնականում կապված են եղել ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները իրականացնելիս օրենքը և ներքին կարգապահական կանոնները խախտելու հետ։ Արդյունքում կիրառվել է 162 կարգապահական տույժ։ Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, որոնցից 11 ոստիկան ստացել է նախազգուշացում, 86-ը նկատողություն, 19 խիստ նկատողություն ևս 19-ի հիմնական աշխատավարձը նվազեցվել է մինչև 20%-ով։ 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է ամենախիստ կարգապահական տույժը՝ ծառայության դադարեցում, իսկ ևս 11 ծառայող համակարգից ազատվել է այլ իրավական հիմքերով։ Մասնագետների գնահատմամբ արձանագրված պատկերը համակարգում կադրերի ընտրության, մասնագիտական կրթության և օրենսդրական գիտելիքների հետ կապված խնդիրներն է ցույց տալիս։ Թե ատեստավորումը ոստիկանների կողմից անցկացվող, ատեստավորման գործընթացը, թե ոստիկանների նշանակման գործընթացում այդ կրթական մակարդակի թերի լինելը մի շարք խնդիրների առաջ է բերում հասցնում։ Երբեմն լինում է ոստիկանների հետ հանդիպումների ընթացքում, վերջինս նույնպես դրվում է, որ կրթական process-ում իհարկե կոնֆիդենցիալ կարգով են այս ամեն ինչը ասում։ Կրթական մակարդակը բավականին ցածր է, ու այդ խախտումներն են հիմնականում իրենց օրենսդրության ուսումնասիրությունների պակասության կամ իրազեկված չլինելու հիմքն է։ Մեկ այլ ցուցանիշով նախաքննական մարմիններ են ուղարկվել 7 ծառայողական քննությունների նյութեր, որոնցով նախաձեռնվել է 7 քրեական վարույթ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Դրանք վերաբերել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության և այլ ենթադրյալ հանցագործությունների, փաստաբանների դիտարկմամբ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման պայմաններում ծառայողների թույլ տված խախտումներն առավել տեսանելի են դառնում և կարող են խորացնել համակարգի նկատմամբ անվստահությունը։ Քաղաքացիները դարձել են շատ ավելի իրավագիտակից, քան ցանկության ծառայություն իրականացնող անձին։ Այնպես չէ, որ հասարակությունը մեծ վստահություն ունի աշխատանքի նկատմամբ եւ ցանկացած նման դեպք, երբ անձի կողմից ով ի պաշտոն է եւ իր ընտրած մասնագիտության բերումով պետք է քո իրավունքների պաշտպանը լինի, ինքն է թույլ տալիս քո իրավունքների խախտումը, իհարկե սա չի կարող հասարակության վրա չհասնել։ Համակարգային փոփոխությունների ընթացքում նոր ծառայողների ներգրավումը պետք է ուղեկցվի ոչ միայն վերահսկողությամբ, այլև շարունակական եւ որակյալ մասնագիտական պատրաստությամբ, նշում են փաստաբանները։ Ոստիկանության համակարգը, ընդհանուր ներքին գործերի համակարգը շատ մեծ փոփոխությունների ենթարկվեց եւ համալրվեցին նոր կադրերով, այսինքն նախկին կադրերից ազատվեցին նոր կադրեր բերին, որոնք հիմնականում պատրաստվածության մակարդակով շատ ավելի ցածր են եւ նման պատկերը ակնհայտ է որ լինելու է։ Իսկ վերահսկողությունը դա իմ կարծիքով ամենաարդյունավետ միջոցն է նման տիպի արարքները վերացնելու։ Մասնագետների գնահատմամբ հրապարակված թվերը միաժամանակ երկու իրողություն են ցույց տալիս։ Մի կողմից համակարգի ներսում խախտումները բացահայտվում եւ պատասխանատվության միջոցներ են կիրառվում, մյուս կողմից դրանց ծավալը վկայում է մասնագիտական պատրաստվածության եւ ներքին կարգապահության խորքային խնդիրների մասին։ Իսկ հանրային վստահությունը կախված է ոչ միայն խախտումների բացահայտումից, այլև դրանց պատճառները վերացնելու եւ կրկնությունը կանխելու արդյունքից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։